Սիրելի հայրենակիցներ, նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրել է պետական բյուջեի օրենքի նախագիծը եւ արդեն որպես օրենք կառավարությունը ստացել է, երեք ունեցել ենք վերջին կառավարության նիստը, հնարավորություն եմ ունեցել մի քանի նախադասությամբ ամփոփել, ներկայացնել նաեւ 2017 թվականի բյուջեի նախագծի մասով, 2016 թվականի բյուջեն կատարվում է, ավարտման փուլում է վերջի վճարումները, տնտեսական ցուցանիշների առումով ծրագրավորվածը նախատեսվածը կատարված է, կառավարությունը իր գլխավոր երկու խնդիրը կատարել է, 17 թվականի բյուջեն համապատասխանում է նախագահի նախընտրական ծրագրից բխող կառավարության գործունեության ծրագրին, այսինքն տնտեսական աճի պլանավորման առումով եւ ծախսային ծրագրերի առումով, սոցիալական բոլոր ծրագրերը ոչ միայն կատարվում է, այլ ավելացվում են եւ համոզված եմ, որ տարվա ցուցանիշներ 2017 թվականի լինելու է պլանավորվածի շրջանակներում։ Ուսինա Թևոսյան ապարաշթերթ հարցս մեկնարկած Թալիշի վերակենդանացման ծրագրի վերաբերյալ է, որքանով է անվտանգ Թալիշ տեղափոխվելը եւ արդյոք իշխանությունները երաշխավորում են թալիշցիների անվտանգությունը։ Թալիշի վերականգնման հետ կապված ես նաև կարող եմ ասել, որ Ստեփանակերտում էլ մենք չենք երաշխավորում, որ ամեն ինչ ապահովված է։ Պատերազմի արկայության դեպքում Երևանն էլ վտանգված է։ Եթե հետևել եք հակառակորդի հայտարարություններին, այսօր ավելի շատ Երևանի մասին են խոսում, քան Ստեփանակերտի ու Թալիշի։ Դրա համար մենք անում ենք ամեն ինչ առաջնագիծը կահավորելու, ինչ դասեր ենք մենք խաղել, բազմաթիվ դասեր, սխալներ եւ շտկումներ պետք է անենք։ Այդ թվում ոչ միայն Թալիշի, Ստեփանակերտի եւ մնացած մեր բնակավայրերի եւ բնակիչների համար։ Շատ ավելի նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու, սոցիալական երաշխիքներ ենք տալու թալիշցիներին, քան դուք պատկերացնում եք։ Ոչ միայն Թալիշին, այլ նաեւ Մադաղեսին։ Այդպիսի հանրահարական կա նախագահի կողմից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մի տարի համատեղ աշխատանքի համար, որտեղ իրականում այս տարի շատ չի եղել մեր հանդիպումները, բայց ցանկացած պարագայում փորձել եմ արձագանքել, եթե ինչ որ հարցեր եղել են, միասին ամփոփենք տարին, համարենք կարևոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում, մենք դեռ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ապրիլը, դա իրոք մեր երկրորդ հաղթանակն է, որով մենք կարողացել ենք հակառակորդին ապացուցել, որ զենքի ուժով իրավունք չունի մեզ հետ խոսալու եւ հնարավորություն չունի պարտադրելու եւ նաեւ հանրությանը միջազգային ապացուցել ենք, որ կանգնած ենք եւ հայություն ամբողջությամբ եւ ինչպես կարող ենք րոպեների ընթացքում, ժամերի ընթացքում միավորվել եւ դառնալ մի բռունցք։ Սա շատ կարևոր է։ Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ծնելիության բավարար տեմպեր, մեզ հաջողվել է ովքեր վտանգ էին տեսնում Արցախի ճակատագրի հետ կապված, համոզելու, որ մեր Արցախի ճակատագիրը արդեն իսկ երաշխավորված է եւ քաղաքական եւ տնտեսական եւ ռազմական առումով եւ արձանագրել եւս մի տարի զարգացման։ Իրականում զարգացման տարի, հաղթանակի տարի, հաջողության տարի է եւ օգտվելով առիթից շնորհավորել մեզ բոլորիս ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ ցանկանալ, որպեսզի 17 թվականին ապրիլ չլինի, բայց այն հաջողությունները, որ ունեցել ենք մնացած ուղղություններում 16 թվականին կրկնվի, շնորհավորենք մեր ազգին, մեր ժողովրդին, հայությանը, Արցախի բնակիչներին եւ ձեզ ձեր ընտանիքներին էլ խաղաղություն, հաջողություններ եմ մաղթում։